Գիտակցում ենք, թե ոչ տևական ժամանակ գտնվում ենք մեդիա տերորի ներազդեցության տակ, իսկ դրա նպատակը մեկն է։ Մեդիա հարթակների, հատկապես սոցիալական ցանցերի միջոցով վաղ անհանգստություն, բացասական հույզեր տարածելու միջոցով մանիպուլացնել հասարակությանը։ Եթերում միասնության հարթակն է, բարև ձեզ, եւ այսօր հերավար ձևաչափով զրուցելու ենք մեդիա մասնագետ Արմեն Գևորգյանի հետ։ Արմեն, ողջույն։ Ողջույն, Վախթանգ ջան, ողջույն իրական Հայաստանից։ Հա, ես հասկացա, որ դու դիտավորյալ ես ընտրել, եթե դուրս գալու այս վայրը, ինձ համար էլ էր մի տեսական սովոր, բայց ոչինչ կհարմարվեմ այս պատկերին, եւ ինչ որ ձայներ եմ լսում։ Հա, սրանք կրակոցներ չեն, ամեն դեպքում սա իրական Հայաստանում են, բայց սահմանում չեն։ Լավ, միանգամից անդրադառնանք մեդիա տերոր ասվածին, մենք մեր առանձին զրույցներում շատ ենք խոսել, քննարկել դրա մասին, որ վիճակը, չգիտեմ, չեմ ուզում ինչ-որ բացականներով բնութագրել, բայց վիճակը վիճակ չէ։ Եվ ուզում հիմա քո արդեն մասնագիտական վերլուծությունը լսել։ Հա, ճիշտ է, այդպես, բայց կարելի է շնորհավորել 2025 թվականը, որովհետև համաշխարհային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, կապված Ամերիկայի քաղաքականության որոշակի փոփոխության հետ, որոնք անմիջապես ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Ես նկատի ունեմ Թրամփի ելույթը, նկատի ունեմ Ջեֆրի Սաքսի ելույթը, որոնք բացահայտեցին վերջին 40 տարվա այն քաղաքականությունը, որ Ամերիկան վարել է տարբեր երկրներում, այդ թվում մեր երկրներում, ու մեր երկրում մեդիա տերորի բոլոր գործիքները ամերիկյան գործիքներ են։ Հենց այսօր, որ կիրառվում է ես բոլորի վարչապետն եմ, ես ձեզանից մեկն եմ, բոլորի վարչապետն եմ, ըստ ամերիկյան գրող գիտնական Այզեք Ազիմովի, դա 60-70-ական թվականներին կիրառվել է Ամերիկայում։ Էդ այնա, որ ցածր խավի մոտ մտավորականներին ձեռք են առնում։ Հիշում եք 18 թվականի ընտրություններից հետո շատ էին, չէ՞ ասում, վայ, մենք այս ինտելեկտուալներին հաղթեցինք եւ այլն։ Բայց ամբողջական հասկանալու համար ես մի թեթև անդրադարձ անեմ, որ բոլոր այդ հիմնադրամները, որոնք ֆինանսավորել են վերջին 30 տարում հայկական մեդիա ոլորտը, դրանք դադարում են, ինչպես Արամ Զավենի Սարգսյանը բողոքում, որ շատ, ասենք, լրագրողներ արդեն անփող են մնում, եւ ըստ Ստատֆորդի համալսարանի պրոֆեսոր Պաչիկյանի հրապարակած փաստաթղթերի Հայաստանում ֆինանսավորել եւ գործել են 300-ից ավել բլոգերներ, լրագրողներ եւ մոտ 2000 մարդ, դուք պատկերացրեք 2000-ից ավելի մարդ ֆինանսավորել են, որպեսզի Հայաստանում գործեն Հայաստանի դեմ։ Այդ մարդիկ բացի ամերիկյան քաղաքականությունը, հակառուսական քաղաքականություն Հայաստանում տարածելուց, նաև մեր հասարակությանն են բթացրել։ Այդ առումով ես չգիտեմ ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ, բայց այդ բանալի կետերից մեկը Facebook-ը Հայաստանում քաղաքական գործիք դարձնելն էր։ Հա, Facebook-ին անպայման Արմեն առանձին դեր կանդրադառնանք Facebook-ի ֆենոմենին, հատկապես Հայաստանում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ է նշանակում հասարակությանը բթացնել ինչ ձևով։ Ինչ է հրամցնել։ Ասենք գրեհիկը, այսինքն մարդը միշտ ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ միշտ ուզում է լսել այն, ինչ իրականին հաճելի է։ Ես նկատի ունեմ հիմնականում օտար քաղաքական օրակարգերը ամբողջական հասարակությանը մատուցելու, սովորեցնելու մասին։ Օրինակ, մեր այս Հայաստանը, որտեղ մենք գտնվում ենք, հիմա իրական Հայաստանա կոչվում, ես ինչ անուններ են կպցնում, սա ռուսական Արմյանսկի գուբերնիան է եղել, մոտ 200 տարի այս տարածքում ապրող ժողովուրդը ռուսների հետ է ապրել ու ինչ-որ մի կեղծ օրակարգ մտավ, չէ, կեղծ օրակարգ մտավ հակառուսական, որը չընդունվեց հասարակության կողմից, բայց
1000-2000 մարդով ամեն օր հասարակությանը բթացնում են, այսօր կարող ենք փողոցներում շատ մարդկանց հանդիպել, որոնք ասում են, վայ ռուսները մեզ թշնամի են, եւ կարող է նշանակել, որ թուրքերը թշնամի չեն, էլի։ Փաստացիստը ասում են, որ աշխատեց այդ գործիքը, դու ասում ես, որ ժողովուրդը չընդունեց դա, մերժեց, մյուս կողմից ասում ես, որ եթե հարցում անցկացնենք, մարդկանց ինչ-որ մի տոկոս, թեկուզ զգալի տոկոս կամ ավելի քիչ տոկոս դրա ազդեցության տակ են։ Աշխատել եւ շարունակում է աշխատել, բայց միևնույն ժամանակ ինչ-որ շղթա է կոտրվել, շղթան վերջացել է, որ տեղի է ունենում հենց հիմա Հայաստանում վերջին ամիսներին տեղի է ունենում եւ հայկական քաղաքական դաշտի եւ մեդիա դաշտի տեկտոնական փոփոխություն։ Լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում։ Եթե նկատել եք գոնե վերջին 6 ամսում, 1 տարում, որ մենք ուշադիր հետևում ենք Facebook-ին, օգտատերերը քչացել են։ Ինչքան Facebook-ի օգտատերերը քչանում են, այսինքն չեն հավատում այդ ինֆորմացիային, որը մատուցվում է Facebook-ի միջոցով, դրան համամասնորեն ավելանում են ընտրություններին, քաղաքական ընտրություններին չմասնակցող մարդկանց քանակը։ Ես դա պաշտպանական ռեակցիա եմ համարում, որ ինչքան էլ աշխատում են, ամեն դեպքում ժողովրդի ներքին իմաստությունը աշխատում է, ու ինքը չի հավատում։ Ուզում ես ասես բոյկոտի ինչ-որ մի տեսակ է հասարակության կողմից, ու այդ հատվածի կողմից։ Դե եթե 70% ընտրողների չեն մասնակցում ընտրություններին, դա ոչ միայն վերաբերմունք է քաղաքական ուժերին, քաղաքական դաշտին, այլ նաև վերաբերմունք է մեդիա, լրատվադաշտի մատուցած տեքստերին, չեն հավատում։ Մեծ մասը լուրջ մարդիկ չեն հավատում, ինչ-որ ծայրահեղ մարդիկ են մնացել հավատացող երևի։ Բայց արի ընդունի, որ զուգահեռաբար ինչ-որ աբսուրդային կարճ հոլովակներ, այսպես կոչված ռիլզերը, որոնք նույնիսկ տարիներ առաջ կենցաղային մակարդակում մենք չէինք քննարկել, այսօր միլիոնավոր դիտումներ ունեն, մի հատվածն էլ, քո ասած հասարակության պարզապես հրճվում է դրանց վրա։ Համաձայն եմ, այդ դիտումները, թռչունները կան, դիտումների տեխնոլոգիաները չասենք, բայց մենք տեսնում ենք, որ ընտրությունների վրա ազդեցություն չունեն։ Ունեցել են նախորդ 21 թվականին մինչև 21 թվականը 22-ին, 23-ին ազդեցություն ունեցել են, բայց աստիճանաբար այդ ազդեցությունը չունեն ու հատկապես հիմա որ համաշխարհային որ նշեցի գլոբալ փոփոխությունները տեղի են ունենում, դա էլ իր ազդեցությունն է թողնում, դրական ազդեցությունը։ Ամբողջ աշխարհում մասնարարապես Հայաստանում բացահայտվում է շատ մեծ կեղծիք, որ մենք 20-25 տարի, 30 տարի ապրել ենք այդ մատուցված կեղծիքի մեջ, սուտ ինֆորմացիայի մեջ։ Մասնարարապես դու ապրել ես։ Ես իհարկե ապրել եմ։ Ես ցանկացած նորմալ մարդ արևմտյան երազանքներով, ամերիկյան երազանքներով դա սկսեց փլուզվել այդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ որ ես որպես հետաքննող լրագրող սկսեցի փորփրել, թե այդ ամեն ինչից է, մենք նախ հայտնաբերեցինք ինչքան ստերով են մեզ կերակրել, մենք արդեն հասկանում էինք մինչև Թրամփի ինագուրացիայի ելույթը հասկանում էինք, որ դրանք սնվում են ամերիկյան ոչ միայն այդ մեդիա ֆինանսավորողներով, այլ նաև դրանց մեջ մտնում են աղանդավորական կազմակերպություններ, իրավապաշտպան կազմակերպություններ, այդ բոլորը մեր հասարակությանը մատուցել են կեղծ ինֆորմացիա, ուղղորդված ինֆորմացիա, մենք դրա տակ ենք եղել։ Ես ինձ խիստ հիասթափված եմ համարում Ամերիկայից, որտեղ ես էլ եմ ապրել ամերիկյան երազանքներով, ես էլ եմ ուզում, որ Հայաստանը ամերիկան բերեինք Հայաստան, բայց հետո տեսանք, որ ըստ էության ստացվում է, որ ավելի մեծ չարիք է գալիս էր այդ կողմից։ Մեզ խաբել են, Վախթան, խաբել են, մեր այդ արևմուտք, մեզ չեն ուղիղ գծով ասելու, որ մենք գնում ենք Թուրքիա, Թուրքիան մեզ ավելի հարազատական Ռուսաստանը, որպեսզի ուղիղ չասեն, անունը դնում են արևմուտք, բայց չէ որ մեր ամենամոտ արևմուտքը Թուրքիան է։ Ով կարա երկի դա։
հետաքրքիր տեսակետ էր, բայց քո ասելով ստացվում է, որ մենք էլ պետք է մտնենք այդ քո նշած 70%-ի մեջ, չհետևելով լրատվությանը։ Ես ինքս շատ քիչ լրատվամիջոցների եմ հետևում եմ իմ կողմից վստահելի լրատվամիջոցների, հետևում եմ իմ կողմից վստահելի վերլուծաբաններին, որոնք նույն ասենք Ամերիկայի Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանը, որ ասենք հարյուրավոր ասենք ուսումնասիրություններ անում, հետո մի հարցազրույց տալիս, մենք այդ հարցազրույցը լսում ենք ու դրա փոխարեն չենք լսում ասենք մի 50-100 լրատվամիջոցի։ Ես իմ աղբյուրներն ունեմ, որոնք ինֆորմացիա եմ ատուցում Արմանը քո ասելով, խտացված ինֆորմացիա, խտացված, անկողմնակալ, այդպես մի քանի ես մարդիկ ունեմ ինձ համար ընտրած, այդպես մի քանի լրատվամիջոցներ ունեմ ընտրած իմ համար, որտեղ ես վստահում եմ, որտեղ ասենք խտացված ինֆորմացիա ստանում եմ։ Կարիք չեմ ունենում հարյուրավոր ռիլզեր նայել կամ Facebook-ի այն էջերը, որ ես ֆիքսեցի Facebook-ից, ողջ ինֆորմացիան գալիս է Facebook-ից։ Եթե ես ֆիքսեցի, որ այստեղից գալիս է, բլոկում եմ, այլևս որ ինձ չգա։ Մաքուր ինֆորմացիա եմ ստանում, բայց քիչ ու բովանդակալից։ Դու քո հարցը լուծել ես փաստորեն, իսկ ինչ պետք է արվի, որպեսզի քո մոտեցումը դառնա ավելի լայն տարածում գտնի։ Շատ լավ հարց։ Այդ տեկտոնական շարժերը, որ ասեցի նաև լրատվադաշտի մասին, հիմա երբ որ ֆինանսավորումը պակասում է այդ 50-100 լրատվամիջոցների, դաշտը բացվում է, իսկ երբ որ դաշտը բացվում է, նոր մեդիաներ են մտնելու։ Նոր, հիմա նայեք, ասենք ավելի շատ փող պետքա, ծախս պետքա կատարվի սուտը տարածելու վրա, ու առաջացող նոր լրատվամիջոցները կարիք չունեն շատ մեծ ֆինանսավորում, որովհետև ճշտի վրա մեծ փող դնելու կարիք չկա։ Ստացվում է ճիշտը միևնույն է հաղթելու է։ Համոզված եմ դրանում եւ մենք այդտեղ ունենք անելիք միասին տերևս։ Բնականաբար միասին։ Facebook-ի ֆենոմենը Հայաստանում ո՞նց ես գնահատում։ Ես Facebook-ի ինչքան էլ ես հասարակական կյանքում ինչ որ պահեր պասիվանամ կամ ակտիվանամ, միշտ հետևում եմ, ինչ տեղաշարժեր են լինում Facebook-ում։ Ես մի հատ նշեմ, էլի, Facebook-ը Հայաստանում ակտիվացել է մարտի 1-ից հետո։ Մարտի 1-ից հետո, որ բավականին շատ լրատվամիջոցներ փակվեցին, այսպես ասած, ընդդիմադիր զանգվածը հավաքվեց Facebook-ում, ու մի տարուկես, փաստորեն ողջ ընդդիմադիր դաշտը Facebook-ում էր։ Նույնիսկ միցինգներ կազմակերպելուց Facebook-ի միջոցով էին անում, այնքան ժամանակ մինչև իշխանությունները գլխին գան, որ Facebook-ով ինչ-որ բան է կատարվում, եւ ես sense ինֆորմացիա ունեմ, որ որոշ, ասենք, լրատվամիջոցներ այդ ժամանակվա 11, 12, 13 թվականին, ասենք 15,000 դրամ էին տալիս այն ստատուս գրողներին, որոնք կգրեին տվյալ պահի ընդդիմադիր գործիչների դեմ։ Եվ այսպիսով ձևավորվեց այսօրվա ֆեյքերի պոակը։ Այո, ձևավորվել է 2011-12 թվականից հետո ուժեղացել է։ Հիմա նոր տեխնոլոգիաներ են օգտագործում։ Հիմա եթե մի 20 տարի առաջ ուղիղ փակում էին լրատվամիջոցները, հիմա փակում են խոսքը։ Հիմա կարող ենք շատ կարևոր հարցազրույց անենք, մեր հարցազրույցը փակվի YouTube-ում, Facebook-ի տարածման մեծ տարածում չունենա, բայց նրանց հակադիր տեսանկյունները, որոնք տարածում են, ասենք, կեղծ այդ լուրերը, տերորը հենց դա է, որ մարդկանց ավելի շատ կեղծ լուրեր է մատուցվում, քան իրական ճշգրիտ լուրեր։ Դա չի նշանակում, որ ճշգրիտ լուրեր չկան։ Այդ ճանապարհներն են փակվում այդ տեխնոլոգիաներով։ Իսկ հիմա աննախադեպ է սա փակվում։ Դուք կարող եք խաչմարում մի հատ հարց գրեք, ասենք ազգակործան պատուած, ասենք
վաճառում Քանի տարով ազգագործան պատուհասը։ Ну Նիկոլ Քիդմանի մասին երբ որ բան են գրում, վերագրում են ազգագործան պատուհասին։ Հավանաբար, ոչ թե հավանաբար, հաստատ տեղյակ ես, որ Facebook-ն ու Հայաստանի գործող կառավարությունը ինչ-որ պայմանագիր են կնքել, ես կուզենամ մի քիչ ավելի բացես, ինչի մասին է խոսքը։ Եվ արդյոք պայմանագիրը չեղարկման փուլում է արդեն։ Ես չգիտեմ ինչ փուլում է, դրանք գաղտնի գործառույթներ են, բայց Facebook-ի բացահայտումը տեղի ունեցավ Թրամփի ընտրությունից հետո, երբ որ Ցուկերբերգը Facebook-ի տերը հայտարարեց, որ այլևս քաղաքական գործընթացներով չի զբաղվելու, չի ծառայեցնելու, մենք գիտենք, որ արաբական աշխարհում Facebook-ով հեղաշրջումներ են արել, հեղափոխություններ են արել, ամեն դեպքում Ամերիկայի համար կարծում եմ Ցուկերբերգը դադարեցրել է իր այդ մեխանիզմների տրամադրումը, բայց Հայաստանը հեռու երկիր է, այստեղ տեխնոլոգիաները ձեռք են բերել ունեն, բայց դատելով ինտելեկտուալ մակարդակից այդ մեխանիզմների աշխատացնելու մեխանիզմներից այդ մեխանիզմների աշխատացնելու ինտելեկտուալ մակարդակից ես ենթադրում եմ, որ արդեն տեղական միտքն են փորձում օգտագործել, որտեղ շատ գրեհիկ, շատ կոպիտ ձևեր են ընդունել։ Այսինքն հայերախոսությունն կմտցնեի դրա մեջ։ Ինչ կմտցներ, կներես չլսեցի։ Այս հայերախոսությունն կմտցնեի այդ թեմայի մեջ, դա նշանակում է դա տեղական բան է, տեղական ինչ-որ տեխնոլոգիա են մշակել, բախումներ ստեղծել, իրար հայոյել։ Այո, նույն իմ ասած բացասական հույզեր, լարվածություն առաջացնել եւ այլն, բայց ես չգիտեմ, դու ասա, արդյոք այդ մեխանիզմը կաշխատի երկարաժամկետ կտրվածքով, ինչքան կարելի է հայախառն խոսք լսել։ Ի վերջո նյարդերիդ վրա ազդում առավել եւս կնոջ շուրթերից։ Գիտեք, այս իրական Հայաստանի վիճակը իսկապես անգամ ծայրահեղ է, անգամ դյուրագրգիռ է։ Իրական ճակերտների մեջ նկատի ունես։ Հա, մեր բնակչության համար այնքան դյուրագրգիռ է, որ ես այսպիսի մի օրինակով ասեմ։ Այդ որ ասեցի 60-ական թվականներին, որ ընտրությունների ժամանակ հենվել են տգետ մասայի վրա, հիմա մեր մոտ էլ չէ, մենք տեսնում ենք վերջի 7 տարին հենված են տգետ մասայի վրա, բայց տգետ մասան կամ տգետ մարդը ինքը տեղով ծուղակ է իրեն օգտագործողների համար։ Ես երիտասարդ տարիքում գիտաֆանտաստիկ մի գիրք էի կարդացել, որտեղ բան էր, ասենք պատերազմ էր ընթանում վարորդների եւ հետիոտների միջեւ։ Հետիոտները ջարդում էին մեքենաները քշում էին հետիոտների վրա, բայց որ մեքենան ջարդվում էր, մեքենայի վարորդը մեքենայից դուրս գալուց հետո դառնում էր հետիոտ ու անցնում էր հետիոտների կողմը։ Հիմա նայեք, տգետը ինչ է, շատ կոպիտ բառ է, բայց տգետը ըստ էության ինչ-որ ինֆորմացիայի պակաս է կրում, որ պահին իմ ու քո օգնությամբ նայեք, մարդը տգետ պայմանական արդեն ճակերտների մեջ ասած տգետ մարդը ինֆորմացվում է, կդադարում է տգետ լինելուց, արդեն իրան չեն կարողանում օգտագործել։ Ու դա ինքնասնիկյա տեղի է ունենում։ Դուք չեք կարող անընդհատ, հնարավոր չի անընդհատ մարդկանց ասել, դուք տգետ եք դրանց վրա, ասենք խաղադրույք կատարել։ Մարդիկ հասկանում են, որ իրանք պակաս ինֆորմացիա ունեն, ինֆորմացիայի պակասությունը լրացնում են ու վերջ, իրանք տգետ չեն, իրանք չեն կարողանում օգտագործել։ Բայց այդ օգտագործողները մտածում են դա անվերջ իրանք համար գործընթաց պետք է լինի։ Հասկանալի է։ Ինքնամարտնման պրոցես էլ կա այս ամեն ինչի մեջ։ Ես իրականում իսկապես շատ եմ ուզում հույսով լինել, որ մենք ինչ-որ ձևով նաև մեր միասնության հարթակ կնպաստի այդ խնդրի լուծմանը իր ներածին ուժերի չափով, տեսնենք ինչպես կլինի, բայց այնուհանդերձ հաղորդումը ուզում եմ սենց ավարտել եւս մեկ անգամ ճշտելով, ինչու հենց այս վայրից եթեր մտար։ Ես իմ ապրդա տեղն ավարտան, ես այս տեղը չեմ կարող լքել։ Չէ, լուրջ եմ հարցնում։ Այսինքն խորհրդանշական
որպես իրական Հայաստան։ Բնականաբար, այստեղ քանդած քայքայված է, անընդհատ ասենք, եթե գնամ մաքուր մաքրած փողոց, ես սա եմ տեսնում։ Մենք իրականն ենք տեսնում, ուր փախնենք, ես ինչ որ գեղեցիկ մի հատ ասենք տեղից, որ խոսեի, ի՞նչն է փոխվելու։ Չգիտեմ, պատկերը միայն։ Խոսքը հաստատ չէր փոխվելու, խոսքը հաստատ նույնն էր լինելու։ Շատ ուրախ եի քեզ հետ կապի դուրս գալ համար, շնորհակալություն, որ ընդունեցիր հրավերս։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցներ մեդիա մասնագետ Արմեն Գևորգյանը, իսկ դուք հարգելի հետևորդներ բաժանորդագրվեք մեր Միասնություն հարթակ YouTube-յան ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունները, դրանք իսկապես կարևոր են մեզ համար, կհանդիպենք, հաջողություն։ Հաջողություն Արմեն։ Հաջողություն։